Ողջույն բոլորին։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ հանկարծակի փակվում են բոլոր բարերն ու խաղատները, ոչ թե օրենքի ուժով, այլ որովհետև այլևս մարդ չկա այնտեղ գնացող։ Պատկերացրեք ոստիկանների, ովքեր գործ չունենալուց երգչախմբեր են կազմում, եւ հանքափորների, ովքեր դադարում են հայհոյել, ինչի հետևանքով նույնիսկ նրանց էշերն ու ձիերը դադարում են հասկանալ տերերի հրամանները։ Սա հեքիաթ չէ։ Սա 1904 թվականի Ուելսն է, իսկ այս ամենի կենտրոնում մի երիտասարդ էր, ով չուներ բարձրագույն կրթություն կամ հատուկ տիտղոսներ։ Նրա անունը Էվան Ռոբերտս էր։ Այսօր մենք խոսենք պատմության ամենահզոր հոգևոր արթնությունների եւ այն մարդու մասին, ով պարզապես համարձակվեց աղոթել. Տեր, կոտրիր ինձ։ Էվանը ծնվել է 1878-ին, աղքատ հանքափորի ընտանիքում։ 11 տարեկանից նա արդեն հոր հետ իջնում էր հանքի խորքերը, բայց նրա ձեռքին միշտ Աստվածաշունչ կար։ Երբ մյուսները հանգստանում էին, նա կարդում էր։ Էվանը սովորական հավատացյալ չէր։ Նա 13 տարի շարունակ, ամեն գիշեր, ժամերով աղոթում էր արթնության համար։ Նա ասում էր, որ չէր կարողանում քնել, քանի որ Աստծո ներկայությունն այնքան իրական էր։ Նա ոչ թե հարստություն էր ուզում, այլ տեսնել իր ազգի փրկությունը։ 1904-ին նա տեսիլք տեսավ, որ 100,000 հոգի պիտի դառնային առ Աստված։ Եվ այդ պահից նրա կյանքը վերջնականապես փոխվեց։ Ամեն ինչ սկսվեց մի փոքրիկ եկեղեցում, որտեղ նա խնդրեց երիտասարդներին մնալ ծառայությունից հետո։ Նա չէր քարոզում երկար ու բարդ ճառեր։ Նա ընդամենը 4 քայլ էր առաջարկում, որոնք այսօր էլ արդիական են։ Առաջին խոստովանիր բոլոր հայտնի մեղքերը, երկրորդ հեռացրու ամեն կասկածելի բան քո կյանքից, երրորդ անմիջապես հնազանդվիր Սուրբ Հոգուն, չորրորդ հրապարակավ դավանիր Քրիստոսին։ Սա նման էր կայծակի։ Մի քանի շաբաթվա ընթացքում ողջ Ուելսը թնդում էր։ Մարդիկ թողնում էին իրենց գործերը եւ շտապում եկեղեցի։ Հավաքույթները տևում էին մինչև առավոտյան ժամը 5-ը։ Մարդիկ բժշկվում էին ֆիզիկապես, բայց ամենամեծ բժշկությունը հոգևորն էր։ Տղամարդիկ, ովքեր իրենց ողջ գումարը խմում էին, վերադառնում էին տուն, ներողություն խնդրում կանանցից եւ դառնում օրինակելի հայրեր։ Դատարանները դատարկվել էին։ Ոստիկաններն այլևս ձերբակալելու մարդ չունեին։ Կույրերը տեսնում էին, կաղերը քայլում, բայց Էվանը երբեք իրեն թույլ չէր տալիս փառավորվել դրանով։ Երբեմն նա նստում էր եկեղեցու հետևի շարքերում եւ լուռ աղոթում, որպիսի մարդիկ ոչ թե իրեն տեսնեն, այլ Աստծուն։ Այս արթնությունը տվեց ճիշտ այնքան պտուղ, որքան նա տեսել էր տեսիլքում։ Ավելի քան 100,000 մարդ հաշտվեց Աստծո հետ ընդամենը 1 տարում։ Էվան Ռոբերտսի պատմությունը մեզ սովորեցնում է մի բան. Աստծուն պետք չեն հանճարներ, նրան պետք են հասանելի եւ հնազանդ սրտեր։ Մի հասարակ հանքափոր փոխեց աշխարհի պատմությունը, որովհետև նրա աղոթքն անկեղծ էր։ Հետաքրքիր է մտածել, թե հնարավոր է արդյոք նման արթնություն այսօրվա մեր իրականության մեջ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Եվ եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հզոր անհատների պատմությունները։ Շնորհակալություն դիտման համար։